Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, մեկ անգամ ևս տեղեկացնելով, որ ավարտվել է իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունը։ Հակոբյանը նաեւ տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը։ Ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է դեռ շենքը կառուցման ճանապարհին է։ Հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանալ եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զգավարար չափով վիրավորան լսել եմ։ Ես ցանկություն ունեմ շարունակել աշխատել որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարչապետի ինչի ինձ շատ պետք է, բայց կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար։ Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով, այս մասին էլ սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իրենց ամուսնության ավարտի վերաբերյալ Աննա Հակոբյանի հայտարարությանը։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին, թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում, գրել է նա։ Այսօր ցայգում առօրյա բնականոն աշխատանքը փոքրինչ տարբերվող էր։ Հեռուստաընկերությունում հյուրընկալվեցին Գյումրու Լիանա Մսուր մանկապարտեզի սաները։ Այսի ընթացքում երեխաները շրջայց կատարեցին հեռուստաընկերությունում, ծանոթանալով եթերի պատրաստման գործընթացին։ Փոքրիկները եղան այն տաղավարներում, որտեղ նկարահանվում են հաղորդումները, ծանոթացան տեսախցիկների աշխատանքին եւ բացահայտեցին իրենց համար նոր մասնագիտություններ։ Նրանք իմացան ինչպես են պատրաստվում տեսանյութը նկարահանումից մինչեւ եթեր։ Երեխաները հնարավորություն ունեցան նաեւ կանգնել տեսախցիկ առաջ եւ փորձել իրենց հաղորդավարական հմտությունները։ Շատ կարծում եմ ադամ կպչանա, այո, ադամն է ձևանա եւ դու քո ադամը կցավը։ Նրանք արդեն իրենց դիտարկումներն ու տպավորություններն ունեն հեռուստատեսային բարդ ու պատասխանատու աշխատանքի վերաբերյալ։ Մենք այսօր եկել ենք հեռուստատեսություն։ Ես սովորեցի, որ հեռուստատեսությունում աշխատում են լրագրողները, հաղորդավարները, օպերատորները։ Ես այսօր սովորեցի, թե ինչպես են հաղորդում նկարները։ Ես որ մեծացա ուզում եմ դառնալ հաղորդավար։ Ընկերներիս հետ այստեղ լավ ժամանակ եմ անցկացրել։ Դաստիարակի խոսքով այցի նպատակն էր երեխաներին ծանոթացնել տարբեր մասնագիտությունների եւ մեդիա միջավայրի հետ։ Երեխաները այց կատարեցին հիմնականում ճանաչելու նոր մասնագիտությունները։ Իրենք շատ մասնագիտությունների են ծանոթ, բայց կոնկրետ հեռուստաընկերությունը, լրագրությունը իրենց մի փոքր անծանոթ էր։ Այսպիսի այցերը շատ կարևոր են, հատկապես այս տարեկից երեխաների համար, քանի որ դրանք ճանաչողական բնույթ են կրում ու հիմնականում այս տարեկից է, որ պետք է ձևավորվի իրենց կարողությունները, որ իրենք ավելի կողմնորոշվեն իրենց մասնագիտական ընտրության հարցում։ Ցայգ հեռուստաընկերությունից փոքրիկները հեռացան տպավորված ու նոր բացահայտումներով։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդային հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ։ Վերջինս ողջունել է վարչապետի այցը եւ կարեւորել Հայաստանի եւ Լեհաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում ստորագրված համաձայնագիրը։ Կարոլ Նավրոցկին համոզմունք է հայտնել, երկու երկրները կշարունակեն զարգացնել եւ ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի եւ Լեհաստանի միջև ակտիվ փոխգործակցության կարեւորությունը։ Վարչապետն ընդգծել է Լեհաստանի դերը Հայաստան-Եվրամիություն կապերի խորացում
իրականացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ու առաջմղման գործում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։ Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Եթե փոխանցվող չհարկվող գումարը 1 միլիոնից ցածր է, ապա պետք չէ հայտարարել։ Կառավարությունը երեկ հաստատեց հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակներն ու շեմերը։ Ֆինանսների նախարարության պաշտոնյան պարզաբանում է, կան եկամուտներ, որոնք անկախ շեմից հայտարարագրման ենթակա չեն։ Օրինակ դրանցից է ստացվող վարկերի գումարները։ Հայտարարագրման ենթակա չեն նաև միանվագ գործարքները, որոնք որոշակի շեմը չեն գերազանցում։ Օրինակ ժառանգության կամ նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամ հանդիսացող անձանցից ստացվող գումարները կամ ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող մինչև 1 միլիոն դրամը չգերազանցող գումարները եւ այսպես շարունակ։ Ավելի պարզ, եթե օրինակ անձը որևէ ոչ առևտրային կազմակերպությունից ստացել է 500,000 դրամ, նույնիսկ մեկ ամսվա մեջ 3 անգամ հայտարարելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ մեկ անգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 միլիոն դրամը։ Պետք է նայել յուրաքանչյուր գործարք առանց։ Եթե տվյալ գործարքը 1 միլիոն դրամը գերազանցել է, ապա հայտարարագրման ենթակա կլինի, եթե ոչ։ Հարկվող եկամուտները պարտադիր հայտարարագրման ենթակա են։ Այս կարգավորումը վերաբերում է չհարկվող եկամուտներին։ Արդյոք գերատեսչությունն այստեղ ռիսկեր տեսնում է, որ գուցե հարկվող եկամուտները ներկայացվեն չհարկվող եւ չհայտարարագրվեն։ Այդ խնդիրը անկախ է շեմերից մշտապես արկա է եւ այս առումով նաեւ օրինակ հայտարարագրման համակարգի ներդրման նպատակներից էր, մենք մի քանի տարի առաջ որ համակարգը ներդրեցինք, մի շարք նպատակների շարքում նաև նպատակը նա էր, որ ձևավորենք հարկ վճարելու մշակույթ, պետության հետ հաղորդակցվելու մշակույթ եւ ստեղ ավելի շատ մենք պետք է ապավինենք ոնց որ մեր քաղաքացիների ինքնահայտարարագրման մշակույթի ձևավորմանը։ Ամեն դեպքում կան նաև օրենսդրությամբ սահմանված գործիքներ, մանրամասնում է Ալեքսանյանը, երրորդ անձանցից ստացվող տեղեկատվություններ, տարբեր ուսումնասիրություններ։ Առողջապահության համընդհանուր ապահովագրության ֆոնին արդյոք փոփոխություններ սպասվում են սոցիալական ծախսի ետվերադարձի մասով, քանի որ օրինակ մասնավոր կազմակերպություններից առողջապահական ապահովագրական փաթեթներ գնելու դեպքում այն մարդիկ, որոնք հայտարարել են իրենց եկամուտները, 50,000 դրամ վերադարձ են ունենում։ Անձինք ըստ էության սկսել են բացառությամբ նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա, բայց հիմնական այդ ուղղության վճարները կատարվել այս տարվա հունվարի 1-ից եւ այդ վճարների որպես սոցիալական ծախս հետ ստանալու հետ կապված հարցերը կարող է իրականացվել հաջորդ տարի, եթե հայտարարագիր ներկայացվի այս տարվա 2026 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրել։ Եվ այս փուլում քննարկումները շարունակվում են, ընթացքում ավելի մանրամասն կտեղեկացնեմ։ Ինչ վերաբերում է ատամնաբուժական ծառայությունների փոխհատուցմանը, ապա դա 2 տարով էր։ Մշտականը դա ապահովագրական փաթեթների ձեռքբերման սոցիալական ծախսներ, որի մասով որևէ փոփոխություն չի եղել, շարունակվում է գործել։ Փոփոխությունն իրականացվում է, որպեսզի քաղաքացիներն իրենց եկամուտներն ավելի հեշտ հայտարարեն, ասում է Պաշտոնյան։ 2026-ից հայտարարագրման համակարգ են ընդգրկվում նաև թոշակառուները։ Այս տարի եկամուտների մասին տեղեկատվությունը քաղաքացիները կկարողանան հայտարարել մարտի 2-ից նոյեմբերի 1-ը։ Հաջորդող տարիներին ժամկետը կկրճատվի մարտի 2-ից հուլիսի 1-ը։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Աֆղանստանում Թալիբան շարժման դեմ բաց պատերազմ վարելու մասին։ Խավաջա Ասիֆի խոսքով Թալիբների կառավարությունն Աֆղանստանը վերածել է հնդկական գաղութի, երկրում հավաքել է ահաբեկիչների աշխարհի տարբեր ծայրերից, սկսել է ահաբեկչություն արտահանել եւ խլել է Աֆղանստանի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Պակիստանը ջանքեր է գործադրել բնականոն իրավիճակը պահպանելու համար, սակայն նրանք փորձեցին ագրեսիվ հարձակում իրականացնել Պակիստանի դեմ։ Մեր ուժերը վճռական պատասխան են տալիս, գրել է նախարարը
X-ի էջում։ Պակիստանի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ երկրի ուժերն ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի մի քանի քաղաքի, այդ թվում Քաբուլին։ Հաղորդվում է, որ զոհվել է 133 թալիբ, վիրավորվել է ավելի քան 200 մարդ։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ փետրվարի 26-ի երեկոյան գրավել է պակիստանյան 2 բազա եւ 19 անցակետ։ Գերատեսչության տվյալով սահմանային բախումների հետևանքով զոհվել է պակիստանցի 55 զինվոր։ Տեղեկություններ կան, որ տուժել են նաեւ խաղաղ բնակիչներ։ Միևնույն ժամանակ Քաբուլից հայտնել են, որ այս պահին դադարեցնում են ռազմական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում կարձագանք են։ Փետրվարի 26-ին Ժնևում Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակների հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ արդեն Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա երակողմ ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում մարտի սկզբին։ Արդեն ավելի շատ ենք պատրաստված երակողմ շփումներին, անհրաժեշտ է վերջնականացնել իրական անվտանգության երաշխիքների ուղղությամբ ձեռքբերումները եւ նախապատրաստել առաջնորդների մակարդակով հանդիպումը։ Պատերազմը պետք է ավարտվի, դա է Կիևի եւ գործընկերների դիրքորոշումը, նշել է Ուկրաինայի նախագահը։ Միևնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ չէ խաղաղության եւ ցանկանում է շարունակել պատերազմը։ Ժնևում ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է նաեւ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, թե կոնկրետ ինչ են քննարկել կողմերը հայտնի չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունների օրակարգում են եղել Ուկրաինային տնտեսական աջակցությունը եւ երկրի հետ պատերազմյան վերականգնումը։ Շվեյցարիայում կայացել է նաև Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը, որը կենտրոնացած է եղել միջուկային գործարքի վրա։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով բանակցությունների այս փուլը եղել է ամենալուրջը եւ երկարատևը, շարունակվել է 6 ժամ։ Շփումները եղել են անուղղակի Օմանի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի միջնորդությամբ։ Ռաֆայել Գրոսիի ներկայությունը օգտակար էր տեխնիկական տեսանկյունից։ Այս երկար եւ լարված ժամերի ընթացքում լավ առաջընթաց գրանցեցինք, մանրամասնել է Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով լուրջ են մոտեցել հնարավոր համաձայնագրի բաղադրիչներին, թե միջուկային ծրագրի, թե հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հետ կապված հարցերին։ Որոշ խնդիրների շուրջ արդեն փոխհմբռնում է ձեռք բերվել, բնականաբար կան անհամաձայնություններ, սակայն երկու կողմն էլ ավելի մեծ վճռականություն է ցուցաբերել բանակցային լուծում գտնելու համար, հավելել է իրանցի դիվանագետը։ Արաղչին տեղեկացրել է, որ մարտի 2-ին Վիեննայում Թեհրանի եւ Վաշինգտոնի տեխնիկական թիմերը հանդիպում կանցկացնեն ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հետ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Նիկոլաս Մադուրոյի պաշտպանությունը խնդրել է ամերիկյան դատարանից դադարեցնել Վենեսուելայի նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները խախտել է Մադուրոյի սահմանադրական իրավունքները։ Վենեսուելայի նախկին ղեկավարի պաշտպանությունը պահանջել է արդար դատավարություն ապահովել, նաև ապասառեցնել Մադուրոյի դատական ծախսերը վճարելու համար այն միջոցները, որոնք գրանցված են Վենեսուելայում։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները գործողություն էր անցկացրել Վենեսուելայում, ձերբակալելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը։ Վաշինգտոնը նրանց դրել է նարկոահաբեկչության եւ Միացյալ Նահանգների ազգային շահերին սպառնալու համար։ Միացյալ Նահանգները նաեւ հայտարարել է, որ Վենեսուելայի նախկին իշխանությունը գողացել է ամերիկյան նավթը։ Նյու Յորքի դատարանում արդեն անցել է Մադուրոյի գործով առաջին լսումը, նրան սպառնում է մինչև 4 ցմահ ազատազրկում։ Մադուրոն չի ընդունում առաջադրված մեղադրանքները։ Հաջորդ լսումը նշանակված է մարտի 17-ին։ Կանայք կլիմայում եւ էներգետիկայում հասարակական կազմակերպությունը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի համայնքների կարողությունների բարելավում, էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի ոլորտում նախաձեռնության շրջանակում իրականացնում է կարողությունների զարգացում եւ իրազեկվածության բարձրացում ծրագիրը։ Կայուն էներգետիկ զարգացման համայնքային ծրագրերի իրականացման գործընթացն արդյունավետ դարձնելու նպատակով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել էր աշխատաժողով։ Ծրագրի նպատակն է Հայաստանի 5 մարզերում բարելավել համայնքների առաջին հերթին գիտելիքները եւ կարողությունները էներգաարդյունավետության եւ վերականգնող էներգետիկայի ոլորտում, ինչպես նաեւ ծրագրի շրջանակներում նախատեսվում է այդ բոլոր 5 մարզերում եւ 17 համայնքներում իրականացնել աշխատանքներ։ Ծրագրում նախատեսված է GIZ-ի կողմից համաֆինանսավորում 80% չափով, մնացած 20%-ը ակնկալում ենք համայնքների ներդրումը։ Այսօրվա մեր հավաքի նպատակն է ծանոթանալ առաջին հերթին մեր համայնքների հետ, իրար հետ խոսել ծրագրի մասին, քննարկել ծրագրով նախատեսված աշխատանքները եւ համատեղ փորձել լուծումներ գտնել եւ առաջ գնալ։ Որպես ծրագրի առաջնային շահառուներ ընտրված են խոշորացված համայնքների վարչական մարմինները, ինչպես նաև ոլորտային միջոցառումների պլանավորման եւ իրականացման համար պատասխանատու մասնագետները հայաստանյան 6 մարզերում։
Լոռու մարզից ընտրված է 5 համայնք՝ Փամբակ, Ստեփանավան, Տաշիր, Լոռիբերդ եւ Վանաձոր։ Աշխատաժողովն իր մեջ ներառում է կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց եւ մենթորություն։ Տեխնոլոգիաների զարգացմամբ կամ նոր լուծումների ի հայտ գալը դեռ բավարար չի, հարկավոր են մարդիկ, ովքեր դրանք կիրականացնեն։ Եվ կարողությունների զարգացումը հենց դրան աղված, որ համայնքապետարանների աշխատողների կարողությունները զարգացվի, որ այդ ծրագրերը, էներգետիկ լուծումները, տեխնոլոգիաների կիրառումը իրականացնեն մաքսիմում որակյալ եւ էֆեկտիվ։ Լինելու է նաեւ ուղեցույցի մշակման գործընթաց, նաև լավագույն փորձի փաստագրում եւ ներկայացում։ Նախատեսվում են նաև մենթորություն եւ ուղղորդում, այսինքն համայնքները, եթե ինչ-որ մի պահի խնդիրներ կունենան, իրանք կկարողանան դիմեն եւ ստանան փորձագիտական աջակցություն եւ ուղղորդում։ Բնակչությունը նաև ինքը պետք է տեղյակրնի, թե ինչ է իր համայնքում կատարվում, նաև իրազեկվելով կարող է փոխել իր վարքագիծը եւ լինել ավելի արդյունավետ իրենց տնային տնտեսությունների կառավարման հատվածում։ Էներգախնայողության ծրագրի համար ստացված 23 հայտերից ընտրվել էր 16-ը, որին հետագայում միացել էր նաև Վանաձոր համայնքը։ Ընտրված համայնքները ծրագրի ղեկավարի համոզմամբ կունենան առավել էներգախնայող արդյունք։ Կիրականացնենք արևային կայանների տեղադրում, ինչպես նաև ջերմամեկուսացում, կիրականացնենք դուռ պատուհանների փոխարինում եւ շատ, այսպես ասած, կսկսենք օգտագործել նորանոր էներգախնայող միջոցներ, ինչպիսին են կուտակիչների տեղադրում, մեքենաների լիցքավորիչների տեղադրում, կայանների տեղադրում, որը որ բավականին մեծ օգուտ կտա համայնքին, փորձում ենք զարգացնել եւ ավելի, այսպես ասած, էներգետիկ կայուն համայնքներ ստեղծել։ Մինչեւ 2026 թվականի ավարտը մենք պետք է ավարտենք 17 համայնքներում էներգախնայող միջոցառումների ավարտը։ Սա ծրագրի շրջանակներում իրականացվող առաջին հանդիպումն էր, որն անցկացվեց Լոռիում։ Նշենք, որ այս ծրագրում ամենաշատ համայնքները ընդգրկված էր հենց Լոռու մարզից։ Գեղարքունիքի մարզային գրադարանում Թումանյանական շաբաթը շարունակում եւ դրան մայրենիի օրվա խորհուրդն են ավելացնում Գավառի համար 1 հիմնական դպրոցի առաջին եւ 5-րդ դասարանների աշակերտները։ Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումների անցկացման ավելի լավ վայր, քան գրադարանն է, լինել չէր կարող։ Համոզված են ուսուցչուհիներ Ժենյա Միրիպյանը, Լիլիթ Սահակյանը եւ հենց իրենք տանտերերը։ Ցանկացած միջոցառում դա արվում է թե դպրոցներում, թե գրադարանի շրջանակներում, միանգամայն մոտեցնում են աշակերտին գրքին եւ գրականությանը, աշակերտները ուսումնասիրելով դասական գրողներին, արտի գրողներին, սկսում են սիրել եւ հետաքրքրությունը առավել է զարգանում նրանց մեջ, ել ավելին իմանալու, ճանաչելու եւ ինքնակրթվելու համար։ Միջոցառումը բացում են փոքրիկները, ընթերցում են համաշխարհային մեծերի ասույթներն ու աֆորիզմները մայրենի լեզվի, գրքի ու ընթերցանության վերաբերյալ։ Յուրաքանչյուր ելույթից հետո փոքրիկ մոլբերտներին մեկ գույն ու մեկ իմաստություն է հայտնվում, իսկ առավել ավագները կարդում են ամենայն հայոց բանաստեղծի իմաստուն մտքերը։ Մեկ անգամ եւս շեշտադրվեց մայրենի լեզվի, գրքի ընթերցանության կարևորումը եւ պահպանումը։ Միջոցառման նպատակն էր նաեւ ձևավորել աշակերտների մոտ ընթերցողական ճաշակ։ Առաջին դասարանցիների առաջին այցն է գրադարան եւ որպեսզի գրին ու գրքին մոտենալն ավելի իրական դառնա, մարզային գրադարանի տնօրենը փոքրիկներին անհատական ընթերցողական քարտեր է նվիրում։ Դուք պիտի գաք գրադարան եւ շատ հեքիաթի գրքեր վերցնեք եւ ընթերցեք։ Հիմա տեսնենք առաջինը ումն է։ Սիրելի Աղեկյան Արփի։ Ուր է Արփին։ Արի Արփի ջան։ Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը հրավիրում է քեզ բացահայտելու գրքերի աշխարհը։ Քանի որ շատ են գրքերը, չէ՞, դու այսօր արդեն ոտք ես դրել գրադարան եւ դու պիտի արդեն զգաս, որ բացահայտես, թե այսքան գրքերը ինչի մասին են գրված։ Լավ։ Երկու դասարանների տոնական միջոցառումներն էլ ամփոփվում են նվիրատվություններով։ Փոքրիկներն ավագ ընկերներին հեքիաթաբույր ու հեքիաթահամ քաղցրավենիք են հյուրասիրում, իսկ ավագները փոքրերին անվանական էջանշաններ։
Տեղ համայնքում շինարարական եռուզեռ է սպասվում։ Նախագծերը հաստատման փուլում են։ Առաջինը տեղից հարավուց բնակավայր տանող ճանապարհահատվածի ասֆալտապատումն է, որը կիրականացվի պետբյուջեի միջոցներով։ Համայնքը իր ուժերով արավուց գնացող ճանապարհն լրիվ լուսավորվել է, բայց ճանապարհի ասֆալտապատումը, քանի որ մեծ գումարների հետ է կապված, այս տարի այդ գործը կատարվի։ Իրոք դա պիտի հասանելի լինի մեր ժողովրդին։ Ավելի քան 30 տարի այդ ճանապարհը չի վերանորոգվել։ Բնակիչների խոսքով ամեն անգամ արավուց գնալն ուղեկցվում է մեքենան կարգի բերելու լրացուցիչ ծախսերով։ Հիմա փոսերա քանդված այդ փոսերը, սա փոսերա։ Ուզենք սարքեն որ մաշինները չբանչանեն, չփչանան։ Շատ ուրախ կլինեմ, որովհետև կենտրոնական ճանապարհը ամեն դեպքում ավելի շատ տրանսպորտով օգտվում։ Եվ մնացածներն էլ հետագայում կսարքեն։ Սուբվենցիոն ծրագրերով մի շարք լայնածավալ աշխատանքներ են նախատեսվել նաև համայնքի այլ հատվածներում։ M2-ից տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց, համայնք կառավարություն սուբվենցիոն ծրագրով են կանելու, մոտորապես գինը 400 միլիոն դրամի կարգի եւ M2 ճանապարհից դեպի Քարաշենի մշակույթի տուն տանող ճանապարհը մոտորապես պլյուս մինուսով 150 միլիոն դրամ։ Ճոպանուղի պիտի կառուցվի համայնքում էլի սուբվենցիոն ծրագրով, որ երկարությունը 125 մետր է, գինը 168.5 միլիոն դրամ։ Այսինքն լրիվ պատրաստ վիճակ կա, մնում ընթացքի մեջ է, նախագիծը ընթացքի մեջ է, միջև ամսավերջ կներկայացնենք կառավարություն, որպեսզի հաստատեն, որ կառավարություն համայնք կարողանանք այդ 3 գործերն էլ անենք։ Բյուջետավորման ծրագրերով մի քանի այլ նախագծեր եւս կյանքի կկոչվեն։ Հուսանք խանգարող հանգամանքներ չեն լինի, նշում է համայնքի ղեկավարը։ Վաղատուրում ունենք խաղասենյակի վերանորոգում, Խոզնավարում մինի ֆուտբոլի դաշտի վերանորոգում, Խնածախում ունենք խաղասենյակի վերանորոգում, նույնը ունենք Կորնիձորում, տեղում ունենք 2 խարապարակի վերանորոգում։ Մի խոսքով լայնածավալ մեծ աշտանքներ սպասում մեզ 26 թվականին։ Մի խոսքով տեղ համայնքում տարին կնշանավորվի շինարարական եռուզեռով։ Միայն թե բնակիչները պետք է փոքր-ինչ համբերատար լինեն եւ սպասեն բարեկարգ ու հարմարավետ ճանապարհներին։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։ Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել $9,000։ Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտման ուղղված միջոցառումներ, փետրվարի 6-ին ստացվեց նմանատիպ եւս 2 ահազանգ, երկուսն էլ Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում խառնշտորել ու թալանել էին տունը, թողնելով ոտնահետքեր, մյուս դեպքում ոչինչ չգողանալով փախել էին։ Հետքերը հուշում էին, որ գողություններին մասնակցել է առնվազն 2 անձ, եւ Կոտայքի քրեական ոստիկաններն առաջ քաշեցին վարկած, որ 3 դեպքն էլ նույն անձանց գործն է։ Այս տրամաբանությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողություններն ու փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 31-ամյա եւ 27-ամյա տղամարդիկ։ Ավելին, քրեական ոստիկաններին հաջողվեց նաև փաստով բռնել նրանց։ Փետրվարի 14-ին տղամարդիկ կենցաղային իրերի գողություն կատարեցին նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից եւ նույն փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած Ford Transit մակնիշի մեքենայով տեղափոխում էին գողոնը, երբ քրեական ոստիկանները համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ ժամը 15:35-ին Արշակունյանց պողոտայում 3-ն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին քրեական ոստիկանության մարզային վարչություն։ 31 եւ 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրացի 29-ամյա մի տղամարդ Telegram հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում եւ իրացնում է թմրամիջոցներ։ Քրեական ոստիկանները փետրվարի 20-ին իրացրին տեղեկությունը։ Ժամը 11:55-ին Երևանի Թամանցիների փողոցի հարակից հատվածում նրանք ձերբակալեցին տղամարդուն եւ տեղափոխեցին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց սև ժապավենով 23 փաթեթ, ընդհանուր ավելի քան 56 գրամ քաշով։ Ըստ Տղամարդու փաթեթներում մեթամֆետամին էր, որը ձեռք էր բերել Telegram հավելվածի միջոցով տարբեր վայրերում տեղադրելով իրացնելու նպատակով։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության արդյունքում տարբեր թաքստոցներում հայտնաբերվեց օտարերկրացու տեղադրած եւս 33 փաթեթ։ Հայտնաբերվածի ընդհանուր քաշն ավելի քան 87 գրամ էր։ Տղամարդը կալանավորվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է Կիայի վարորդը մայրաքաղաքի Առնո Բաբաջանյան փողոցում մեքենան վարում անկանոն, ստեղծելով վթարային իրավիճակ։ Մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել եւ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։